բան չկա։ Այսօր բանակցություններին լուրջ վնաս է հասցրել ռազմական լեռնացածագործություններով ագրեսիվ Ադրբեջանի կողմից եւ պետք է համատեղ գերնախագահների հետ, միջազգային հանրության հետ ջանքեր գործադրել, որ այդ հարվածը, որը հասցրել է խաղակարգավորմանը, բանակցությունների հնարավոր լինի հաղթահարել, չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունը այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել եւ վերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, որովհետև բանակցություններին որևէ այլընտրանք չկա։ Փաթեթ գոյություն չունի, եւ Լավրովը դրա մասին նաեւ հայտարարել է։ Եվ շինցու ինչ որ հարցեր, շինցու ինչ որ բաներ, իսկ ինչ առաջարկներ ասեկոսների վրա հիմնված ինչ որ այսպիսի եզրակացություններ անել իմաստ չունի։ Լավրովը ինքը հայտարարեց, որ այսօր պետք է ջանքերը ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայտարարմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում եւ հնարավոր լինի ավելի հարմար եւ ավելի նպաստավոր պայմաններում բանակցությունները առաջարկներ արդեն 5-րդ անգամ եք հարցնում եք ինչ որ փաթեթի մասին, այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել։ Իսկ փոխզիջումների մասին խոսք գնացել է։ Ինչ փոխզիջումների մասին, երբ որ տարածքների հետ կապված, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցելության ժամանակ։ Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին 5 հայտարարությունների մեջ, նախագահների մակարդակով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հայտնի հայտարարությունները, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է գնալ շարունակել բանակցությունները, գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է։ Սա է իրականությունը եւ սա է պատճառը, որ պետք է միջազգային հանրությունը փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։ Բայց կարգավորումը տարածքների հաշվին, պարոն Նալբանդյան։ Կարգավորումը այն է, ինչ որ հայտարարվել էր բազմիցս հանրապետության նախագահի կողմից եւ նաեւ արտգործնախարարի կողմից, ինչ որ նոր բաներ պետք չի հնարել, այն առաջարկները, որոնք արվել էին, եթե դրանք ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա չէր մտնի այս փակուղի եւ չէր գնալ այս գործողություններին։ Ծախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով ինչ որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով է ծախողվեց։ Ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետեւ այլ ընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն։ Շնորհակալություն։